Թող կան հաշվեն, մենք միասնական ենք, մեզ համար կապ չունի քանակը։ Պատից տատիկ են կանգնած, ամբողջովին վարդապետում են հրավիրել եմ ձեզ մի պարզ պատճառով։ Տեսնում եմ։ Այսքան ժողովուրդը, որ հավաքվել են մի բանի համար, որ ասեն անարդարությանը ոչ։ Նվիրված աշխատել են հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, հանուն մեր ազգի։ Մենք թույլ չենք տա։ Հարգելիները, այսօր դուք եկեք հարգեք մեզ, մենք հարգենք ձեզ։ Մենք ընդհանրապես յուրաքանչյուր հայ մարդու ենք սիրում հարգում, որտեղից ուզում լինի։ Պետք է ձեզ անկեղծ ասեմ, խաչ չվկա, կարող եմ Ես պարգևատրեցին Վերցնեշնորհարի մեդալով։ Չունը չերկվի։ Ինձ թվում է, այլ ամեն ինչ ոտից մինչև գլուխ են արդարությունը։ Կեցե արդարությունը։ Եկեք հիշատակել, ով չի ուզում, որ ազատալիք լինի, որտեղ կարելի է զանգահարել հայ ժողովրդի։ Եկեք պայքարենք մեր կյանքի համար, մենակ Ման նռները թողեցում գլես թաղել ելել։ ամենակարևոր պահերից մեկն է, որ այդտեղ ձեր բոմերով դուք ցույց եք տալիս ձեր հավաքական ամբողջությունը։ Որ ասում են հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Բոլոր թշնամիները վախենում են այս միասնական ուժից։ Կեցե հայ ժողովուրդը։ Եվ նայները մնաց այդ գծի վրա, և դրա համար են այսօր հարվածում։ Որտեղ ժողովրդական հեռուստաալիք է։ Ասենք ոչ։ Ասենք ժողովրդի սրտից։ Պետք է հզոր այ ժողովուրդը։ Ի նպաստ իրենց հարստացմանը ոչ թե ժողովրդի։ Կան այն մարդիկ, որոնք զանգահարում են, ուզում են մեզ նվաստացնել ասելու և միայն ոչ անարդարության։ Սևանը, չգիտեմ ինչերը, կապ ունի մենակ արդարությունը։ Եվ մենք նորից ենք ասում, ամսի 19-ին մենք Ինչպես կարելի է, ինչ ալում են պիվի բուտկայա, վերցնում փակում են, դա ժողովրդի արժեքն է, ժողովրդի համար է, հետո ինչ որ ես նախաձեռնել եմ, հետո ինչ որ ես հիմնադիրն եմ, բայց չէ որ ես ինքս չեմ օգտվում, դա ինչ որ ճաշարան չի կամ սա, ասենք, տեղեկատվական միջոց է, ժողովրդի համար ծրագրեր են, ի վերջո հայանպաստ է, հայրենասիրական է, մեր համար միշտ բանակը եղել է սրբություն, մենք չենք հասկանում ինչու համար պետք է մեզ փակեն, ով պետք է փակի, երբ պարզ է, եթե թվային է դառնում համակարգը, պետք է ավելացնել ոչ թե փակեն, ուրեմն մենք դա համարում ենք քաղաքական որոշում, և դրա դեմ ամբոստացել ենք, մենք հրավիրել ենք ժողովրդին, ամսի 19-ին կլինեն կրկնակի, կհասնեն մինչև Պոնչիկանոց, եթե իրանք չեն հարգում մի մարդու, իրանք պետք է հարգեն ժողովրդին, որտեղ ես իմ անունից չեմ ասում, իմ ցավը չի, իմ դարդը չի։ Ես ուզում եմ մի բան, որ լինի ազատ խոսք, որ մենք չանցնենք որևէ մեկի թրի տակով, որ դառնանք, ասենք, ընդունելի իրենց կողմից։ Մենք պետք է ժողովրդի կողմից ընդունելի լինենք։ Ժողովրդի համար ենք մենք աշխատում։ Ժողովրդին ենք նվիրյալ։ Դա եղել նպատակը, որ ես Ռուսաստանից եկել ներդրում եմ արել։ Ոչ թե ես եկել եմ ինչ որ մեկին ծառայելու։ 10 տարվա ընթացքում իրանք չհասկացան դա ցավոք։ Ես ցանկանում եմ մի բան, որ ժողովուրդը դառնա գործոն։ Դա է նպատակը, որ ես որպես երևանցի այսօր հայտարարեցի, որ մենք ստեղծում ենք հայրենակցական երևանցիների միություն, որտեղ ես գիտեմ աբարանցիները կան, գիտեմ ասենք լեննականի, հայրենակցականը կան, մենք էլ ենք ուզում ստեղծել։ Երևանցին պետք է պաշտպանված լինի եւ երևանցին պետք է պաշտպանի եւ իրեն եւ ողջ Հայաստանը։ Այդպես է եղել առաջ մայրաքաղաքի դիրքը։ Չէ որ չի կարելի
Ինչա մենք մարդ չենք, կադրեր չունենք, մենք չենք աշխատում, մեկից պակաս ենք։ Եվ այստեղ, եթե այսօր նախաձեռնությունը ժողովրդական կուսակցությանն էր, եւ մենք որևէ մի կուսակցություն չէինք հրավիրել, ամսի 19-ին մենք հրավիրելու ենք բոլոր, ասենք, ուժերը, քաղաքական ուժերը, որ իրենք գան եւս իրենց խոսքն ասեն։ Ցույցերը միտինգները շարունակական կլինեն ազատ խոսքը պաշտպանելու համար, մինչև այն Դե- որ փակվի հեռուստաընկերությունը։ Դա կապ չունի դրանով չեն կարող մեզ վախեցնեն։ Փակեն, չմտածեն, որ փակեն, մյուս օրը մենք չենք դուրս գալու միտինգի։ Ուրեմն 15-ին լինելու ենք Վանաձորում։ Եվս եւ մոմավառություն, եւ հզոր միտինգ, որովհետեւ այստեղ մոմավառության խնդիրը չի։ Մոմավառությունը, ասենք, գլխավորում է, որ նպատակը մաքուր է, Աստծու դեմ ենք, մենք չենք կեղծում, իսկ ընդհանուր բողոքն է ժողովրդի ձայնն է դեպի իշխանությունները, դեպի կառավարությունը, դեպի, չգիտեմ, խորհրդարանը, քաղաքական ուժերը, կոալիցիան, որոնք արդեն չգիտեն ինչ են անում։ Իսկ եվրոպական ուժերին չէ արձագանքեն 3 հեռուստաընկերություն փաստորեն մերժվել է ազատ խոսող 3 Գիտեք ինչ, հեռուստաընկերություն։ ես դες մի բան ասեմ անկեղծ։ Եթե մենք մասոնական լինեինք, մեզ չէին մերժի։ Եվրոպային դիմելը, այնտեղից էլ իրանք ֆինանսավորվում են բոլորը։ Ես համարում եմ, որ մենք պետք է դիմենք հայ ժողովրդին, որովհետև եթե հայ ժողովուրդը չօգնի, Եվրոպան չի օգնի։ Տեսեք, մեզ գցում էին այն դաշտ, որ իբրև երկու տատիկ պապիկ, Սևան, այն մեր ընկերն էլ առանց հասկանալու կանգնել Սևանատան։ Սևանը կապ չունի։ Դա իմ բարեգործությունը ես կարամ լուսին էլ տանեմ։ Այստեղ խնդիրը այն է, որ անարդարություն կա։ Այսօր ուզում են փակեն ինչը մեր անկեղծ խոսքը, ժողովրդի ձայնը, որը զանգահարում է եւ բարձրացնում է։ Ուրեմն փաստորեն մենք տեսնում ենք ճնշման ձև, որ մեզանից վախենում են, այն առումով, որ մտածում են, բա որ ժողովուրդը շուռ գա, բա որ կանգնի, իրանք ամեն ինչ նախատեսում են նախապես, բա որ։ Այդ բավորը իրենց կամ մյուս խնդիրը, որ մենք քննադատում ենք եւ իրենք գնում բողոքում են առաջի դեմքին։ Ասում են, տեսեք ինչ ասեց, մանավանդ Արտուր Բաղդասարյանը, չգիտեմ, Բիշարյանը, բանը։ Բայց խնդիրը մենք ընդհանրապես անհատների դեմ չենք պայքարում։ Մենք պայքարում ենք Երևանցու, Հայաստանցու, հայ մարդու կապ չունի Հայաստանում լինի թե որտեղ մենք ազգային խնդիր ենք դնում, ազգը պետք է նորմալ ապրի։ Այսօր որ 550 տոճակառու ունենք, ասում են երկու պապիկ, երկու տատիկ, ոչ։ Դա մեր մեծերն են, որոնց դեմ մենք պետք է խոնարհվենք, որոնց պետք է մենք արժանավայել կյանք ապահովենք, որը չկա այսօր։ Նոր հայտարարեցիք, որ ընդդիմություն եք, ինչ եք կարծում, ընդդիմությունը ինչքանով կարձագանքի։ Գիտեք ինչ, ընդդիմություն ասելով ամեն մարդ իր, ասենք, պատկերացածն է արտահայտում, կա ընդդիմություն, որը, ասենք, իր ճիշտն ունի։ Մեր համար, մենք որ արձագանքում ենք, ասենք, մարտի 1-ը, դա մերը չի, ոչ էլ իրենցն է, դա ընդհանուր է։ Ալմեն ոչ թե իրենցն է կամ իշխանությունն է, ժողովրդինն է։ Այ հարգելով այս ժողովրդին ամբողջովին ընդդիմությունը պետք է ոչ միայն համեկն ու գալային, ասենք, հայտարարեր, պետք է եւ ալմեն հայտարարեր, ինքը չհայտարարեց։ Հասկանալով ինչու։ Իրանք մտածում են, էլի բավոն, էլի իրանք մտածում են, բա որ փախցնի մեզնից ձայն։ Ամեն մեկը իր ձևով է դա պատկերացնում, իսկ ես չեմ ուզում, ես նորից եմ ասում, հայրենակցական երևանցիների միություն, պետք չի ժողովրդական կուսակցությունը, Կարապետյանին մի կողմ դնենք, եկեք արդարության դեմ պայքարենք, եթե մեռնենք, զոհվենք, մի բան լինի, հանուն ճշմարտությանը, ոչ թե ինչ որ հիվանդությունների, չգիտեմ, շաքարի, չգիտեմ ինչից կմեռնենք, կամ գեմառոյից կներեք անբարոյական, մենք մեռնենք հանուն ճշտի, հանուն Աստծո, հանուն ճշմարտությանը։ Եվ մենք պայքարելու ենք, ու իրենք դա կտեսնեն։ Եվ քանի աշխատող ունի հեռուստաընկերությունը։ 84 աշխատող, պետք է ասեմ, որ իրենք այստեղ են, ու իրենք տեսնում են, որ փաստորեն կորցնում են աշխատանքը, իրենք ոչ մի բանում մեղավոր չեն, փաստորեն իրենք դարձել են խաղության նոխազ, այնպես ինչպես ես, որ ասենք, չեմ ասել շեֆ, չեմ ասել ոնց ասեք տենց կլնի, որ չեմ ուզեցել դառնալ մասոն,
Ու ընդհանրապես ես համարում եմ, որ մեր կառավարությունը, մեր իշխանավորը պետք է որոշի վերջո, ինքը ժողովրդի հետ է, թե ոչ։ Դեռ մենք տեսնում ենք, որ բոլոր իրենց քայլերը հակաժողովրդական են։